Մարտի 17-ի գիշերը Արմավիրի մարզի Արտիմետ և Արարատի մարզի Արբաթ գյուղերում գրեթե միաժամանակ գողություններ էին կատարվել։ Երկու դեպքում էլ տուժել էին համայնքների գյուղապետարանները։ Գրեթե նույնն էր նաև հանցագործության մեթոդը։ Գողերը մտել էին պատուհանով և երկու դեպքում էլ գաղտնի հափշտակել 4-ական համակարգիչ իրենց պարագաներով և էլեկտրասնուցման ու տպիչ սարքերով։ Նույնն էր նաև համայնքապետարաններին պատճառված վնասի չափը։ Երկուսից էլ մոտ 1.200.000 դրամի ապրանք էին հափշտակել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն գործողություններ հանցագործությունն արագ բացահայտելու համար։ Ուսումնասիրվեցին դեպքի վայրերը, կատարվեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Հսկողության տակ վերցվեցին բաժնի սպասարկման տարածքում բնակվող հանցավոր անցյալ ունեցած անձինք։ Բացահայտման աշխատանքներին ներգրավվեցին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի քննչական բաժանմունքի ծառայողները։ Մի քանի օր տևած համալիր միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով իրավապահների տեսադաշտում հայտնվեցին Արմավիրի մարզում բնակվող 4 երիտասարդ։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ պարզել են կասկածյալների ինքնությունը և գտնվելու վայրերը։ Այնուհետև ապրիլի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել կասկածյալներ Կարեն Խաչատրյանին, Գևորգ Տերտերյանին և Գրիգոր Ներսիսյանին։ Ոստիկանությունում 24-ամյա Գևորգ Տերտերյանը, 25-ամյա Գրիգոր Ներսիսյանն ու 17-ամյա Կարենը որպես կասկածյալ հարցաքննվեցին։ Քառյակի անդամներից մեկին Արգիշտի Սարիբեկյանին հաջողվեց խուսափել բռնվելուց։ Խաչաձև հարցաքննությունների արդյունքում բացահայտվեցին մարտի 17-ի գիշերվա արկածախնդրությունների մանրամասները։ Պարզվեց, որ նրանք նախնական համաձայնությամբ հիշյալ օրը գիշերով ծրագրել և իրականացրել էին երկու գողությունները։ Ըստ նրանց պատմածի, նախ գրոհել էին Արտիմետի գյուղապետարանը, հետո շարժվել էին դեպի Արբաթ։ Ներս էին մտել պատուհանով, պտուտակահանով բացելով փեղկերը։ Հաշված վայրկյանների ընթացքում հափշտակել էին համակարգիչներն ու մյուս պարագաները։ Գողոնը ձեռքով տեղափոխել էին տղաներից մեկի տուն և մի քանի օր սպասելուց հետո իրացրել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվեց նաև, որ քառյակի գործողություններից միայն գյուղապետարանները չէին տուժել։ Ոստիկանությունում բացահայտվեց նրանց կատարած մեկ այլ ծանր հանցագործություն։ Չբավարարվելով եղածով, քառյակն ընդամենը 2 օր անց կեսգիշերին մոտ ուղղություն էր վերցրել դեպի Արմավիրի մարզի Արևշատ գյուղ, բայց այս դեպքում թիրախը ոչ թե գյուղապետարանն էր, այլ գյուղացիներից մեկի տունը։ Այլ էր նաև հանցագործության տեսակը։ Տղաները մանրամասն ծրագրել էին անելիքը, հաշվարկել ամեն մի մանրուք, պատրաստվել էին հավուր պատշաճի, վերցնելով դանակներ և դիմակներ, ավազակային հարձակում էին հղացել։ Ժամը 22:30-ի սահմաններում դիմակավորված դանակները ձեռքներին մտել էին տուն և սկսել ահաբեկել ու բռնություն գործադրել տանը գտնվող ամուսինների նկատմամբ։ Նրանցից մեկը բռունցքով հարվածել էր տանտիրուհուն։ Երիտասարդները ներս էին խուժել խոշոր չափերի գումար ձեռք գցելու մտադրությամբ։ Սպառնալիքներ տեղալուց և տունը տակնուվրա անելուց հետո, սակայն հասկանալով, որ բաղձալի փողը չկա, որոշել էին լքել տարածքը։ Ձեռնունայն հեռանալ սակայն չէին ցանկացել։ Վերցրել էին սեղանին դրված 140.000 դրամ արժողության 3 բջջային հեռախոսներն ու ծլկել։ Գյուղից դուրս գալուց հետո չգիտես ինչու հափշտակած հեռախոսներից երկուսը դեն էին նետել։ Մի քանի ժամ փնտրելուց հետո Վաղարշապատի ոստիկաններին հաջողվեց կասկածյալների մատնացույց արած տարածքից հայտնաբերել հափշտակված հեռախոսներից մեկը։ Քննչական և օպերատիվ բացատրական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ տղաների հանցավոր պահեստում գողության մի դեպք էլ կա, որ տեղի էր ունեցել մարտի 24-ի գիշերը։ Հիշյալ օրը նրանք Արմավիրի մարզի Ապագա գյուղում էին։ Երկաթե ճաղավանդակը ջարդելով ու պատուհանի փեղկը բացելով մտել էին թունակի միկատների խանութ։ Այստեղ ևս երիտասարդներին ցավոք սրտի հաջողվել էր ահագին վնաս պատճառել։ Հափշտակել էին գրեթե 3 միլիոն դրամ արժողության թունակի միկատներ։ Ապրիլի 5-ին Գևորգ Տերտերյանը, Գրիգոր Ներսիսյանը քրեական գործով ներգրավել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանքի առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի առաջին, 2-րդ կետերով և 175 հոդվածի 2-րդ մասի առաջին, 3-րդ և 4-րդ կետերով, իսկ Արգիշտի Սարիբեկյանի նկատմամբ որպես խաբամիջոց է ընտրվել կալանավորումը և նրան նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրվա որոշմամբ Արմավիրի մարզի դատարանի կողմից Գևորգ Տերտերյանի և Գրիգոր Ներսիսյանի նկատմամբ որպես խաբամիջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով։